Զմյուռնիայի աղետից փրկված ընտանիքներից մեկի դուստրն է Վերժինե Սվազլյանը։ Մի ամբողջ կյանք է նվիրել վերապրածների հազարավոր վկայությունները, դերձորի ողբերգությունները գրի առնելու, կորուսյալ հայրենիքի բարբառները, ժողովրդական բանահյուսությունն ուսումնասիրելու գործին։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ ժողովրդական բանահյուսության, տեսության և պատմության բաժնում գիտնականը 1961 թվականից է սկսել աշխատել։ Սկզբում կրտսեր, հետագայում որպես առաջատար գիտաշխատող։ 2 տարի առաջ տիկին Վերժինեի 90-ամյակը նշեցինք, բայց այնպիսի մեծ էնտուզիազմով է աշխատում, որ շատ երիտասարդներ երևի կնախանձեն եւ այնքան մեծ ոգևորությամբ է խոսում իր արած գործի մասին, որ այս տարիքում էլ օրինակ է շատերիս համար։ Իր ապրած ամբողջ կյանքով է օրինակ շատերիս համար, ծայրաստիճան նվիրում իր ժողովրդին, ժողովրդի մշակույթին, ժողովրդի պատմությունը բանավոր պատումների ձևով ամրագրելուն, ի տարբերություն շատերի, որ մենք բադանկետներս հիմնականում բանահյուսական տարբեր ժանրեր ենք հավաքում, տիկին Սվազլյանը իր աշխատանքի գործունեության մեծ մասը չափազանց դաժան գործի է նվիրել, որին ամեն մարդ չէր այսպես մտնի այդ տխուր նյութի մեջ։ Օր ու գիշեր պետք է աշխատեմ, որ պարտք չմնամ հայ ժողովրդին, աշխարհին, ասում է Վերժինե Սվազլյանը։ Ցեղասպանագետն այժմ էլ պատրաստվում է արևմտահայերի թուրքալեզու բանահյուսության մասին նոր գիրք հրատարակել։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում ապրիլի 23-ին գիտնականը 1955-ից 2025 թվականների իր գրի առած ու ձայնագրած նյութերն էր ներկայացնում, որոնք վերաբերում էին արևմտահայոց բռնի թուրքախոս դարձնելուն, օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությանը։ Հայատար թուրքերեն գրականության մասին խոսելիս Վերժինե Սվազլյանը նշեց, որ այն եղել է բռնի իսլամացված ավելի քան կես միլիոն թրքախոս և հայերեն չիմացող հայերի հաղորդակցության միջոցը։ Մեծ գրականություն է ստեղծվել։ Այս լեզվով են թարգմանվել համաշխարհային դասականների ու ժամանակի հայտնի հեղինակների գործեր։ 1850-ից 1870-ական թվականներին և Աբդուլհամիդյան բռնապետության տարիներին հայատար թուրքերեն գրականությունը մեծապես նպաստել է հայ ժողովրդի այդ հատվածի հոգևոր վերելքին։ Հայոց ցեղասպանության զոհ էին դարձել ոչ միայն հայատար թուրքերեն ընթերցողները, այլև ստեղծող մտավորականներն ու հասարակական գործիչները։ Հակառակ հարուցված բազմաթիվ դժվարություններին մեծ է եղել հայատար թուրքերեն գրականության դերը հայապահպանության գործում։ Արևմտահայ մտավորականներն այնքան խոհեմություն են դրսևորել, որ պահպանել են հայկական այբուբենը որպես սրբություն սրբոց։ Թեև ստիպված խոսել են, ստեղծագործել են թուրքերեն, սակայն մաշտոցյան այբուբենը մնացել է անվթար և արևմտահայությունը չի կտրվել իր մայրենի գրից, պահպանելով իր ազգային ինքնությունը։ Բանագետն իր նոր, դեռ չհրատարակված աշխատանքում կենտրոնացել է թուրքերենով ստեղծված հայ բանահյուսական գոհարների վրա։ Մեջբերեմ տարբեր ժանրերից օրինակներ։ Քարյակ երգի մեջ Իսմին Հաջի Ասադուր Ömrüm 17 yaşına felek devet etmiş bana zalım ecelim xaçına Ուշադիր տեսեք հայկական բարեր են օգտագործված։ Հաջի Աստվածատուրն եմ, 17 տարեկան եմ, ճակատագիրը ինձ կանչեց ադողոք մահվան խաչին։ Նա տարիներով հավաքել է այս նյութերը տարբեր բանասացներից, որոնք սերում են արևմտահայ տարբեր գավառներից, շրջաններից և հիմնականում մեծ մասը եղել են ցեղասպանության վերապրողներ։ Հետևաբար պատահական չէ, որ այս նյութերի մեջ մեծ թիվ են կազմում հենց ցեղասպանության շուրջ հյուսված երգերը, պատումները, զրույցները, ավանդազրույցները եւ այլն, այսինքն ժանրային առումով դրանք բանահյուսական տարբեր ժանրերի են պատկանում։
Պատմական եւ ճանաչողական մեծ արժեք են ներկայացնում նրա գրի առած երբեմն ձայնագրած ժողովրդական հուշապատում երգերը, որ ստեղծվել են ծանր փորձությունների մեջ հայտնված գաղթականները, գաղթի ճամփաների, թուրք ոստիկանների, քուրդ հրոսակների, չեչեն ու չերկես ջարդարարների ավարառությունների ու թալանի մասին։ Հայերն այդ երգերը ստեղծել են իրենց իմացած ոչ կատարյալ թուրքերենով։ Baştan çıkaran elifim, şelifim, ahtı da dilim. Ամենակուլ ժամանակն անում է իր գործը, ասում է Տորգ Դալալյանը։ Նա համոզված է, եթե Վերժինե Սվազլյանը եւ մյուս բանահավաքները չզբաղվեն այս աշխատանքով, հնարավոր է 1-2 սերունդ հետո գրի առնելու բան այլևս չլինի, կամ էլ պահպանվեն միայն աղքատիկ, կծկտուր պատառիկներ։ Ուստի գիտնական իր գործունեությամբ նաև փրկում է այդ նյութերը կորստից։ 1955 թվականից սկսած անձնական նախաձեռնությամբ եւ անմնացորդ նվիրումով Վերժինե Սվազլյանը գրանցել ու վերականգնել է Արևմտյան Հայաստանի Կիլիկիայի եւ Անատոլիայի հայության բանավոր մշակույթը, նաև գրի է առել, տեսագրել եւ ուսումնասիրել ականատեսների ու վերապրողների վկայությունները։ Նախորդ գիրքը, որը էլի լույս տեսավ ամերիկահայոց մեջ ապաստանած եւ վերապրած ուրեմն Եղեռնից էլի մազապուրս փրկված ընտանիքներից գրի առնված բանահյուսությունն է, ընդ որում այդ գիրքը, այս նախորդ գիրքը նաև շատ հետաքրքիր եւ արժեքավոր է նրանով, որ ցույց է տալիս, թե ինչպես ժամանակի ընթացքում ուծացման են ենթարկվում Ամերիկայում ապաստանած մեր հայրենակիցները եւ անգամ բանահյուսության մեջ բաղդապաշարի մակարդակում, սյուժեների մակարդակում զգացվում է այս անընդհատ ձևափոխությունը եւ օտար տարի մուտքը մեր բանահյուսության մեջ։ 2011 թվականին հրատարակված հայոց ցեղասպանություն ականատես վերապրողների վկայություններ խորագրով 1000 էջանոց գրքում ամփոփված 700 ականատեսների վկայություններն ապացույցն են այն ոճիրի, որին զոհ գնաց 1.5 միլիոն հայ։ Հատորը լույս է տեսել թուրքերեն Ստամբուլում 2013 թվականին այլախոհ թուրք մտավորական Ռագբ Զարաքոլի Բելգե հրատարակչության կողմից։ Վերժինե Սվազլյանն իր ուսումնասիրություններն առանձին գրքերով է հրատարակել։ Ահռելի աշխատանք է կատարել հատկապես ցեղասպանությունը փաստագրելու առումով։ Ականատեսների վկայությունները հավաքելու նպատակով նա մեկնել է Եվրոպա եւ Մերձավոր Արևելք, հասել Թուրքիա հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ։ 92-ամյա գիտնականի անսահման նվիրումը պատկերացնելու համար բավական է հիշել միայն նրա այցը Թուրքիայի ծերանոցներից մեկի հիվանդանոց։ Այնտեղ մուտք գործելու համար գիտնականը հիվանդ է ձևացել, ենթարկվել վիրահատության եւ հետվիրահատական շրջանում կարողացել է ծածուկ գրի առնել շուրջ 40 հայ ականատեսի պատմություն։